Եթե ամփոփեք անցած տարվա արտակարգ պատահարների քանակը եւ այս տարվա այս կիսամյակների քանակը, բոլոր ուղղությունները մեկ ունեք նվազում, բաց ունեք աճ ինքնասպանության դադարված ուղղություն։ Անցած տարի մենք այդպիսի ունեցել ենք 1 դեպք, այս կիսամյակում ինքնասպանության 4 դեպք։ Հավան եւ բոլոր դեպքերում հարուցված է քրեական գործեր, ընթանում է դատավարություն, մեկը այն ինքնասպանությունը տեղի ունեցել հենց այս զորամասում, մեկը 9-րդ պաշտպանական շրջանում, մեկը 4-րդ պաշտպանական շրջանում եւ մեկը առաջին պաշտպանական շրջանում։ Հակառակորդի կողմից ունենք 2 հոգի զոհված, անցած տարվա 8 զոհվածների փոխարեն 6 հոգով նվազել է։ Համաձայնագրով կողմից ունենք դիտավորյալ սպանություն 5-րդ պաշտպանական շրջանում 1 դեպք, անցած տարի այդպիսի դեպք չեք ունեցել։ Եվ համաձայնագրով կողմից եւս 1 դեպք ունենք, ոչ դիտավորյալ, որը անցած տարի չեք ունեցել։ Բռնարարքի հետևանքով անցած տարի դեպք եք ունեցել, այս տարի չունենք այդպիսի դեպք։ Նաեւ դժբախտ պատահարի արդյունքում դիվիզիայի քիվծառայության պետն է մահացել, ջրում խեղդվել այս եկած ճանապարհի գետում եւ 2 ճանապարհատրանսպորտային պատահարատեղ ունեցել սպաների հետ, որոնք արձակուրդի միաժամանակ դնելով քաղաքացիական մեքենաներով մեքենաները ավտովթար են ենթարկել, իրենք մահացել։ Մարմնական վնասվածքների քանակը նվազել է, շատ իհարկե քիչ քանակությամբ մոտ 12 դեպքով, բայց այստեղ լուրջ նվազում է ունեցել ոչ կամադրական փոխհարաբերությունների արդյունքում, այսինքն անցած տարի ունեցել եք այս ժամանակահատվածի ընթացքում 79 դեպք բռնարարքի, այս տարի դա նվազել է եւ հասել 51։ Մնացած բոլոր դեպքերում եւս ունեք զելերի քանակության նույն կարգավիճակն է մնացել, ու ելնելով դեպքերի նվազումից նաեւ հարուցված քրեական գործերն են նվազել 19-ով եւ դատապարտված զինծառայողները քանակը ավելացել է 4-ով։ Ընդհանուր կարգապահության վիճակը վերահսկել է, բայց մեզ համար անընդունելի եւ մտահոգիչ, որովհետեւ ամեն մի զոհված զինծառայողի առաջին բանակի համար մի մարտնչող զինվորի կորուստ է, ընտանիքի համար զավակի կորցնում, հայրենիքի համար հայրենիքի պաշտպանի, ապագա ընտանիքի հոր կորցնել է եւ ճանապարհին գալու ժամանակ այսօր հանդիպել եմ կանոնչական բաժնի պետ պաշտպանության նախարարության այստեղ հանդիպելուց հետո մեկ խնդիր է առաջացել մեր առաջին պաշտպանական շրջանի զինվորի կորուստի հետ կապված ծնողը այցելել է 1 ամիս առաջ, 20 օր առաջ պաշտպանության բանակ, ընդունել եմ իրեն, ասեմ որ շատ ծանր է ծնողը տանում եւ դա կանշական է, բայց ավելի ծանր է որ այդ ծնողը կործանում է եւ մենք չենք կարող այդ ծնողին հետ բերել։ Եվ շատ չարացած է հայրենիքի հանդեպ եւ ամեն մի կորուս այդպեսի մի դժբախտ մեր երկրի համար բերում եւ ճանապարհին գալու ժամանակ մոտ 40 րոպե ես իրեն հետ հեռախոսով խոսում եմ, փորձում եմ հասկացնել իրականությունը, որ ինչ է եղել, որպես իրեն համար գոնե հոգու հագուստություն լինի, բայց ցավոք շատ դժվար է ստացվում բաների կատարելը, որովհետեւ զավակ կորցրած ծնողի համար հայրենիքը վերջանում է։ Իսկ պատկերացրեք մեր փոքրիկ երկրի համար ամեն մի կորցրած ընտանիք դա մեր երկրի համար բավականին ծանր է։ Այդպիսի դժբախտությունները կործանում է մեր նաև ընտանիքը։